Գնացել էր փառատոնի, մի քանի տասնյակ թիկնապահներ ֆիքսեցինք, թիկնապահների փշալար էր փռել իր ու ժողովրդի արանքում, առաջին շարք իրենք էին, ՔՊՆ ու Նիկոլը, երկրորդը թիկնապահները, հետո նոր ժողովուրդը։ Լրագրողներին չեն թողնում մասնակցել բյուջեի քննարկմանը, որովհետև Նիկոլն է մասնակցում, գնում է ազգային ժողովի հարցուպատասխանի, ջրերը սեղաններից են հավաքում, թիկնապահները հատիկ-հատիկ ստուգում են բոլոր նստարանների տակ, պետհամալսարան էր գնացել, դաստաներով ուժայիններին բերել ու մի քանի շուն, հենց մարզ է գնում, հատկապես ծննդավայր, Իջևան մայրուղով անցնելը դժբախտություն է, մեքենաները կանգնեցնում են, սունկ, չիչխան, ձուկ, փայտ եւ այլն վաճառողներին ստիպում են հավաքել գնալ, սա գնալու լիքը առիթներ ուներ, բայց չգնաց, կառչեց, մնաց ու վարկաբեկվեց, մաշվեց մինչև վերջ։ Կան արտիստներ, որ բեմից իջնելու ճիշտ ժամանակը չգիտակցելով խայտառակվում են բեմի վրա, այդպիսին է նաև մեր այս մեծագույն դերասանը, մինչև վերջ խայտառակված, կարճ ասած։ Տարբեր լրատվականներում հարցումներ եմ տեսել, մարզերում են արվում ու Երևանում, թե ինչ կասեք, եթե հանդիպեք Նիկոլին։ Լավագույն դեպքում ասում են կհիշեցնեմ խոստումները, իսկ մեծամասնությունը ուղղակի հայհոյում է կամ ասում չեմ ուզում դրա երեսը տեսնել, չասեմ ինչեր են ցանկանում։ Այնպես որ, երբ Փաշինյանն ասում է 2026-ին ժողովրդից այնքան ձայն կստանա, որ կվերընտրվի, որովհետև իր իշխանության ու ժողովրդի միջև առկա է օրգանիկ կապ, մեր աչքի առաջ է այն պատկերը, որ թվարկեցի, ընդամենը մի չնչին մասով։ Նաև այս պատկերից եզրահանգում ենք, որ 2026-ին նա ոչ մնալու ձև ունի, ոչ գնալու տեղ է թողել։ Իր վիճակը բավականին բարդ է։